Վարյոր գործարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ լսում, թվային հարթակներում կարող եք դիտել ամբողջական հաղորդումը։ Սա թարմուղեղով զրույցն է, իսկ թարմուղեղով իմ զրուցակիցը նժար սահմանադրական շարժման վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է, բարև ձեզ։ Ողջույն։ Եզակիներից եք, որ արդեն եւ շուտվանից գիտեք, որ վարչապետի թեկնածու ունեք, մյուս թիմերում հստակեցումներ այդ իմաստով չկան։ Ինչու եք ի սկզբանե հենց այդ որոշումը կայացրել։ Ճիշտ է, մենք նախորդ անգամ քննարկել ենք ձեր թեկնածության հարցը, բայց ամեն դեպքում 3 ամիս է մնացել, մենք տեսնում ենք դաշտում խաղացողներին եւ հստակ ցուցակների կազմում չկա մի մասն է, որ նոր որոշել է ով է թեկնածու լինելու, բայց ձեր մասին վաղուց գիտեինք։ Շատ պարզ էր տրամաբանությունը, որովհետև նայած թե դու ինչ նպատակ ես դնում, հանուն ինչի ես այդ process-ը իրականացնում, դու ի սկզբանե հայտարարություններ ես անում, ելակետային տվյալներն ես հայտարարում։ Մեր պարագայում մենք գտնում ենք երկար վերլուծություններից, երկար աշխատանքներից հետո հասկացանք, որտեղ է մեր խնդիրը, այսինքն պետության խնդիրը ինչու՞մ է, դա համակարգի Մեղմ ասած ոչ կատարյալ լինելու մեջ, այսինքն մենք ունեցել ենք համակարգեր եւ շարունակում ենք ունենալ համակարգեր, որի պայմաններում գալիս է մի հոգի ու դառնում է շախին շախ, արքայից արքա ու ոնց հարմար է։ Այսինքն միանձնյա պետությունը կառավարելու խնդիրը կառավարման բոլոր մոդելների պարագայում ունենք։ Այսինքն մենք մեզ համար որոշեցինք, որ մենք գնում ենք սահմանադրական փոփոխությունների եւ դա է պատճառը, որ մենք նաեւ կուսակցություն չենք գրանցել, որովհետեւ մենք համոզմունք ունենք, որ սահմանադրական փոփոխությունները դա համահայկական խնդիր պիտի լինի, այսինքն համակարգի փոփոխությունը դա մեր բոլորի համար, թե ներսում, թե դրսում, նաև Սփյուռքի անհանգստությունը, որովհետև Սփյուռքն էլ նստած տենց ասում է չի հասկանում, թե ինչով զբաղվի, ինչով աջակցի, որ ուղղության աջակցի, ինչ անի, հա։ Այս խնդիրները մյուս կողմից եւ ինչու վարչապետի թեկնածու առաջադրեցին ինձ, որովհետև մենք վստահ ենք եւ շարունակում ենք պնդել այդ տեսակետը, որ մենք խնդիր ունենք անաչառ բացասական հետագիծ չունեցող մարդու, ում շուրջ ամոթ չի լինի համախմբվել, հա, որտեղ որ չեն լինի տարաձայնություններ, ինչի պրետենզիաներ չկան, որոնք ինչ որ նաև շանտաժ անելու հնարավորություն չկա, չգիտեմ, տարբեր տեսակի խոսույթներ, չնայած հազար ու մի պատմություններ դեռ արդեն սկսել են ու ես վստահ եի, որ շարունակելու են, նաև մարդ, որը կայուն փսիխիկա ունի, որովհետև երկար ժամանակ անցել ու սա առաջի իմ զբաղվածությունը կամ կարգավիճակը չի, որը ենթադրում է, որ քեզ նաև փորձելու են ճնշել, քեզ փորձելու են առնել, քեզ փորձելու են առաջարկներ անել, շանտաժի ենթարկել, բայց կայուն փսիխիկա ունեցող մարդ, որը նաև ունի վատ հետագիծ եւ ամոթ չի էս մարդու շուրջը նաև հավաքվել զուտ մի բանի համար, գնալ այդ փոփոխությունները անել, որից հետո մնացած բոլոր կուսակցությունները կլինեն իրենց առաջարկներով, իրենց ուղղություններով, նախասիրություններով, գնան փոփոխությունների, հա, գնան նոր ընտրությունների։ Այնպես որ սա էր առաջարկը, դրա համար մենք ի սկզբանե գիտենք թե ինչ է։ Ու ամենահետաքրքիրը, որ անգամ իմ բացակայության պարագայում են որոշում կայացրել, այսինքն թիմը, որի ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը այդ պահին, հիմա չեմ հիշի, բայց կարծեմ թե բոլորն են այդ պահին տղամարդկանց թիմեր, իրենք իմ բացակայությամբ այդ քննարկել են հարցը, որոշում են կայացրել, ինձ ուղղակի տեղեկացրեցին։ Մայր իշխանությունն է ձեզ մոտ։ Մայր իշխանությունը հայր իշխանությունն էր ստացվել, որտեղ նաև կնոջ դերը կարևորել են եւ անձնական ամբիցիաներով չեն առաջնորդվել, ընտրել են ամենա, այսպես ասած, անխոցելի մարդուն, որը կարելի է առաջադրել եւ չամանչել քո առաջադրելու համար, որովհետեւ մենք ունեցել ենք ընտրություններ, որի պարագայում անգամ ընդդիմությունը հաղթանակ կատարել, բայց մեղմ ասած շատ կասկածելի հաղթանակ էր, որից հետո այո, մենք կարող ենք խոսել, թե ինչու օրինակ քրեական գործեր հարուցվեցին ընտրվելուց հետո, բայց այդ կերպարները մեղմ ասած այդքան էլ անվիճելի չեն եղել, հա, այդքան է մեղմ ասած մաքուր հետագիծ չեն ունեցել։ Հետևաբար այս որոշումը դրանով էր պայմանավորված։ Տիկին Կարապետյանց, նշեցիք, որ ճնշումներ են եղել, գնելու առաջարկներ են, իշխանությունների կողմից, թե չեք ուզում բարձրացնել։ Տեսեք, քանի որ մենք ունենք շատ հետաքրքիր իրավիճակ, որտեղ մարդիկ հանդես են կամ մարդիկ խմբեր նախաձեռնություններ հանդես են գալիս որպես ինքնուրույն, բայց իրանք փաստացի պրոքսիներ են, տարբեր կողմերի պրոքսիներ են։ Հետևաբար, այս պահին ճիշտ չի լինի աղբյուրը հստակեցվում է, չէ՞։ Աղբյուրները շատ հստակ են, շատ պարզ են, շատ հասկանալի են եւ նաեւ հասկանալի է ինչ իմաստով, որտեղ հասկանում են, որ երբ որ կա
կա թիմ, կան մարդիկ, ովքեր, այսպես ասած, այդ վատ հետագիծը չունեն, իրենք կարող են նաև սև կարապի կարգավիճակ ունենալ, հետևաբար անհանգստացնող է իրանց համար, որտեղ մեր հասարակությանը շատերը գնահատում են որպես ժողովուրդ ես չեմ մտածում, գնահատում են որպես տգետ, որպես չհասկացող, որպես մոլորված, անհաղորդ ինչ-որ մի հատ տենց բիոմասա են բանանում, կարծում, ներկայացնում, բայց իրականության մեջ մեր հասարակությունը շատ գիտակից է եւ հատկապես այս վերջի ծանր իրադարձությունները, որով մենք անցանք, այդ պատերազմներ, այդ Արցախի կորուստներ ու էլի բազմաթիվ հարցեր, մեր հասարակությունը սեփական կաշվի վրա յուրաքանչյուրը զգացինք, թե ինչ է լինում, երբ որ նորմալ պետական համակարգ չես ունենում, երբ որ պետությանը ծառայող պաշտոնյաներ չես ունենում, համակարգեր, ինստիտուտներ կայացած չես ունենում, այս վիճակն է լինում։ Հետևաբար մեր հասարակությունը արդեն պատրաստ է եւ մեր հասարակությունը, ես ամեն անգամ դա եմ նշում, որ հետսովետական շրջանի այն բացառիկ հասարակություններից է, որը անկախության առաջի օրվանից միտինգներ էլ ա տեսել, տարբեր ընդդիմադիր առաջնորդներ, վաճառվող ընդդիմադիր առաջնորդներ ա տեսել, տեքստեր էլ ա լսել, խոստումներ էլ ա լսել, կեղծիք էլ ա լսել, այսինքն մեր հասարակությունը ամենա այդ իմաստով, անգամ եթե գիտելիքներ որպես այդպեսին չունի, դասական գիտելիքներ, դասագրքային գիտելիքներ չունի, ինտուիցիա եւ փորձ ունի։ Քթիծակ ունի, այո, ինտուիցիա ունի ամենակարևորը եւ մեր հասարակությունը ի վիճակի է ճիշտ որոշում կայացնելու։ Դա է պատճառը, որ մեր գոյությունը առհասարակ անհանգստացնում է շատ շատերին ու դեռ այդ առնելու, ծախելու, պատին ծեփելու, ասֆալտին փռելու, քրեական գործեր հարուցելու։ Մենք այդ ամեն ինչին հոգեբանորեն պատրաստված ենք, ոչ մի խնդիր դրա մեջ չկա, դա նորմալ չի, բայց այս իրավիճակում շատ կանխատեսելի process է։ Բայց բարձրաձայնում դրա մասին։ Դե ինչ բարձրաձայնելու իմաստը չեմ տեսնում։ Եթե դու դա անում ես, եթե դու մտել ես process-ի մեջ PR-ի համար, քո տենց անձը, տենց բանանելու համար։ Դե տեսեք, եթե օրինակ ընտրությունների մի քանի օր առաջ կամ հենց ընտրությունների օրը ճնշումներ լինեն, բոլոր ուժերը միանգամից խոսելու են դրա մասին։ Եթե այդ պահին խոսեն, ասեն, որ օրինակ սրանից առաջ էլ կար ճնշումներ, դրանից մի քիչ առաջ էլ կար ճնշումներ, մարդիկ ասելու են, դե լավ, հիմա խի չէին ասում, հիմա ընտրությունների օրը հասելա նորեն տեղյակ պահում։ Այդ մասով խնդիր չեք տեսնում։ Խնդիրը նաև չխոսելու պատճառներից մեկը նաև նա է, որ մեր հասարակության մեջ վախ չձևավորվի, որովհետև դա էլ մյուս կողմը ունի, հա, երբ որ դու ասում ես, որ ասում են, տեսեք, մենք այս մարդուն ճանաչում ենք, ինքը երկար ճանապարհ ունի անցած, ինքը այդպես ուժեղ կայացած մարդ է, բայց իր վրա ճնշումներ կան, մնացածի համար դա վախենալու կարող է թվալ։ Ոչ մի վախենալու բան չկա։ Սա ուղղակի ընտրություններ չեն, սա իսկապես այն ատամները սրած կռվի, հանուն պետության կռվի մեր պայքարը պիտի լինի, հա, այն չգիտեմ, Եռաբլուրի զոհերին տված պարտքը պիտի լինի, սա մեր հաջորդ սերունդներին փոխանցվելիք պետության ինչպիսին լինելը կամ առհասարակ լինել չլինելու հարցը պիտի քննարկվի։ Հետևաբար ցանկացած խնդիր, ցանկացած այսպես հարված ընդունելի է ու նորմալ չի իհարկե նորից, բայց տանելի է։ Նորմալ է դարձել։ Նորմալ է դարձել, այո, մեզ համար աննորմալը դարձրել են նորմալ։ Ու դա անում են հետևողականներին խոսույթից միջև արժեքներ, այսինքն այլանդակությունն ու անբարոյականությունը փորձում են բերել սարքել մեր հասարակության մոտ արժեքներ ու դա է պատճառը նաև որ շատերը չեն էլ ուզում ընդհանրապես մասնակցել հատկապես երիտասարդները ոչ ժամանակ ունեն ոչ հավես ունեն ոչ ցանկություն ունեն ուստեղ է որ մենք պիտի բոլորս մի մարդու նման ու կապ չունի մենք իրար հետ քաղաքական հակառակորդներ ենք թե չէ բոլոր ուժերը պիտի կոչ անեն կամ միջոցներ ձեռնարկեն որպեսզի երիտասարդությանը համոզեն գալ ընտրությունների որովհետև ես իմ կյանքի ճնշող մեծամասնությունը արդեն ապրել Այն ինչ որ ես անում եմ եւ իմ երեխաների եւ մեր առհասարակ հաջորդ սերնդի համար, որպեսզի իրենք մի օր չասեն, որ մենք որոշել ենք հեռանալ, որովհետեւ այս ապրելու երկիր չի։ Այն օրը այս տաղավարում կրկին խոսում ենք 18 թվականի մասին ու Ես ընդգծեցի այն փաստը, որ ամեն դեպքում այդ ժամանակ շեշտը երիտասարդության վրա էր դրված։ Իհարկե իմ հետ այդքան էլ չհամաձայնվեց ով որ հյուրեր էստեղ, բայց կուզեմ այդ մասով քննարկենք։ Մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում հետաքրքրվածությունը երիտասարդների կողմից այդքան էլ մեծ չի ու ցավոք սրտի ավակ սերունդն է միայն, որ այս process-ներին տիրապետում է, հասկանում է ինչ է իրավիճակը։ Խնդիր մենք ունենք այս մասով եւ արդյոք 3 ամիս ժամանակը քիչ ժամանակ չի, որ կարողանալ կոնսոլիդացնել երիտասարդությանը։ Եթե մենք ապրեինք 2015 թվականին, ժամանակը շատ մեծ բան կլիներ, հա, գործոն կլիներ, բայց մենք ապրում ենք 26 թվականում ու 26 թվական, որտեղ արդեն կան տեխնոլոգիաներ եւ հասարակությանը հասնելու
տեղեկատվությունը տեղ հասցնելու բացառիկ հնարավորություններ կան, այսինքն այդ բոլոր սոցիալական ցանցերը, ես ասում եմ, մի մասի անունները լավ չեմ հիշում, այդ Instagram-ներն ու TikTok-ները, ճիշտ է, դա իրանք արագ ու թերթելով են նայում, բայց ես նաև իմ նախորդ, այսպես ասած, կյանքում, երբ իրավապաշտպանությամբ էի զբաղվում, առիթ եւ պատիվ եմ ունեցել երիտասարդների հետ աշխատելու ու ես գիտեմ թե իրենց մտածողությունը ինչքան պրագմատիկ է։ Այնպես չի որ իրանք չեն հետաքրքրվում։ Ուղղակի իրանք չի արվում առաջարկ, որի համար իրանք պատրաստ կլինեն պայքարել։ Իսկ ինչ առաջարկ են ուզում։ Առողջ դատողությամբ առաջարկ, որտեղ իրենք ոչ թե ինչ որ մի անձի համար կգնան, այ ոնց որ ասում էին կուսակցություն կար, ասում էր, այսինչյանը մեր կուսակցության հայրն է եւ մենք էլ իր զավակն ենք։ Իրանք չեն ուզում ոչ մեկի զավակը լինենք, դա ազատների սերունդ է, դա ազատ պետության ներսում եւ նաեւ համացանցն է տվել այդ հնարավորությունը, նաեւ ազատ զբոսնելու, դուրսը սովորելու, հա տարբեր տեղից ինֆորմացիա ստանալը իրանց լրիվ ազատ մարդ է դարձել։ Դու պիտի ազատ մարդուն արժանավայել առաջարկ անես այդ երիտասարդներին ու պիտի լինես համոզիչ, որովհետեւ երբ դու խոսում ես այդ ամեն ինչ մասին մենք խոսում ենք, իրանք կարան բան թերթելով նայն ինչ որ տեղից ինչ որ մի բան կարդան իմանան, բայց դու պիտի լինես համոզիչ քո խոսքում եւ վստահելի։ Ես գրեթե վստահ եմ, որ եթե ոչ բոլորին, գոնե մի մասին իսկապես հնարավոր կլինի այդ իներտությունից հանել, առաջարկ անել եւ դա է պատճառը, որ մենք չենք գնում այն ստանդարտ քաղաքական process-ով։ Մեր նպատակը շատ ռացիոնալ է, ունենալ ամուր պետություն, կայացած պետություն, ինստիտուցիոնալ պետություն, որտեղ մի անձը ամեն ինչ չի որոշելու, բայց մեր քայլերը հենց այդպես էլ հաշվարկած է եղել, լինելու են իրացիոնալ։ Դեռ ժամանակ կա, ճիշտ է, շատ քիչ է ժամանակը, բայց նաեւ նորից այդ համացանցը, այս նոր տեխնոլոգիաները իրենք թույլ են տալիս քեզ շատ կարճ ժամանակում ճանաչելի դառնալ ու դրա մասին ինձ թվում է ձեր տարիքակիցները գիտեն, հա, որ մի հատ ռոլիկ ես բանանում հրապարակում, մեկ էլ առավոտը հասկանում ես, որ դու համաշխարհային ճանաչում ունեցող ինչ որ մեկն ես։ Ճիշտ է, մենք տենց աղմաղ բաներ չենք կարող անենք, բնականաբար մեր ասելիքը շատ ավելի խորքային է, ավելի գաղափարական է ու դա մի քիչ ավելի դժվար է անցնում, քան այս անկանոն շարժումներով, հա, անկանոն շարժումներով կամ ձայներով ռոլիկները, որը մի քանի միլիոն տեսանյութ դիտում կարող են ապավել, բայց միևնույն է հնարավորություն կա։ Դե կան ուժեր, օրինակ ես նկատել եմ, ովքեր հենց շեշտադրում են անում այդ բլոգերներին, իրենց հետ են համագործակցության եզրեր փնտրում, կարծում եմ լավ տեխնոլոգիա է։ Շատ լավ տեխնոլոգիա է, որովհետև դա նաև հասանելի դառնալու, լսելի դառնալու շատ լավ հնարավորություն է։ Ցավոք բլոգերների մի մասը ուղղակի եթե գաղափարական ճանապարհով են գնում, ինձ համար շատ ընդունելի եւ շատ ողջունելի է, հատկապես երիտասարդ բլոգերների պարագայում դա շատ լավ է։ Դա նշանակում է, որ երիտասարդները ներգրավել են այդ process-ի մեջ։ Բայց երբ որ դա արվում են զուտ, որովհետև այդտեղից կա ֆինանսական շահավետություն ու չկա տակը գաղափար ու դա պետությունը կործանելու ճանապարհն է, անկեղծ ասած հեչ ողջունելի չի, օրվա հացով ապրել չի կարելի։ Դա էլ մեր մյուս խնդիրն է, որ շատերին ստիպում են օրով ապրել։ Այ քո այսօրվա շահը սրա մեջ է, կոնկրետ քո անձնական շահը այս սրա մեջ է։ Երկարաժամկետ մնացածը կարևոր չի, հա, դու քո հարցերը լուծեցիր, դու քո ընտանիքով գնացիր ինչ որ միտեղ այդ փողով գնացիր հանգստացար, մեքենատ մի քիչ թարմացրեցիր, տունդ ռեմոնտ արեցիր, դու համարում ես, որ դու շատ լավ տենց ինչ որ բան ես, հա, գործ ես արել։ Բայց պետական մտածողություն չկա ու դա մեր բոլոր ժամանակների իշխանությունների բաց թողումն է, որովհետև 35 տարվա մեջ կարելի էր ձևավորել եւ պարտավոր էին ձևավորել էլիտաներ, բոլոր ոլորտներում ձևավորել էլիտաներ, բայց քանի որ բոլորը գալիս են միանձնյա թագավոր լինելու, ասում եմ, ինչներին էր պետք այդ էլիտաները։ Մենք պիտի ունենայինք զինվորական էլիտաներ, մենք պիտի ունենայինք գիտական ոլորտում էլիտաներ։ Սա, որովհետեւ մեզ մոտ ցույց են, նաեւ էլիտա բառնը շատերի մոտ տենց բան հակակրանք առաջացնում, ինչու, որովհետեւ ով եկել է իշխանության, ասել է էլիտան մենք ենք, ժողովուրդ, իրանք էլիտա չեն։ Իշխանությունը պարտադիր չի որ լինի էլիտա կամ մեր ունեցած իշխանությունները չեն եղել իրականում էլիտա, որտեղ էլիտան մտածում է երկարատև պետության մասին, սերնդափոխության մասին է մտածում։ Մենք ունենք կուսակցություններ, որտեղ մի անձից բացի երկրորդ անձը ուղղակի չես կարող գտնել։ Կամ տվել են product, որը մեղմ ասած, շատ մեղմ ասած, այնքան անորակ է, որ մենք դրա ձեռը կրակն ենք ընկել ազգովի։ Ասելա թե իրական էլիտա այդպես էլ չի ձևավորվել եւ մենք նաեւ այդ խնդիրն ենք մենք մեր առաջ դրել ոչ միայն պետության կառավարման մոդելի փոփոխությունը, որտեղ ամենալավ մոդելի պարագայում դու կարաս գաս ու փչացնես, բայց եթե դու սկսում ես ձևավորել էլիտաներ, այդ
սկսած երիտասարդությունից դու սովորեցնում ես, որովհետև միայն դասագրքով չի, դա նաև շփումներով է, դա նաև փորձառությամբ է։ Այստեղ է, որ մենք կարող ենք ամբողջությամբ օգտագործել մեր սփյուռքի կարողությունները, որտեղ մենք ունենք էքսպերտներ տարբեր ոլորտներում սփյուռքում, որոնց նման երկրորդը ուղակի չկա։ Ու չօգտագործել այդ մարդկանց գիտելիքը, փորձը, կապերը, նոր էլի տաներ երիտասարդներին սովորեցնելու դիվանագիտությունից միջև, չգիտեմ, ռազմական արվեստ, դա հանցագործություն է։ Այսինքն դու ունես բացառիկ հնարավորություն ու դա չես օգտագործում եւ դա հանցագործություն է։ Հիմա նայեք ինչ անում Իսրայելը, ես չգիտեմ ինչ ասեմ։ Ճիշտ է, շատ գործողություններ կան, որոնք դատապարտելի են, ընդունելի չեն, այդ ամեն ինչը մի կողմ դրեք։ Բայց որպես այո, որպես պետություն իր ամբողջ կարողությունը հասկանում եք, գնաց պայմանավորվես սաղ աշխարհի հետ, որ քո շահերը առաջ տանես, ինչու մի պետություն կարող է, մի ժողովուրդ կարող է դա անել, իսկ մենք չենք կարող, այն դեպքում, երբ որ մենք իսկապես ունենք այդ հնարավորությունը եւ նաեւ ժամանակն է ստիպում, որ մենք հենց այդպես էլ վարվենք, գնանք հենց ամբողջական մեր ամբողջ կարողությունների միավորման ճանապարհով, որովհետեւ կիսա այսպես ասած կիսա քաղցր ժամանակներում տենց յոլա գնալով ապրելու սովոր ժողովուրդը չի գնում այդպիսի լուրջ փոփոխություններ, բայց հիմա մենք ուղղակի կազմաքանդված ենք ու հիմա լավագույն ժամանակն է գնալ այդ փոփոխությունների եւ մենք հետեւողականորեն դրա հետևից գնալու ենք։ Տիկին Կարապետյանց ուժեր կան, որոնք պատրաստ չեն որպես ընդդիմություն աշխատել, եթե չհաջողվի իշխանության գալ։ Դուք ինչ ճանապարհով եք գնում, արդյոք պատրաստ եք նույնիսկ այդ դաշտում լինելով որևէ բան փոխել, չնայած մենք տեսնում ենք այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը հաճախ դժգոհում է, որ իրենք այդքան էլ մեծ ազդեցություն չունեն process-ների վրա։ Դուք ձեր մասով ինչ որոշում ունեք, բացարձակ հաղթանակ թե նաև ընդդիմություն։ Դե այս պրոյեկտը, որը մենք առաջարկում ենք, դա հնարավոր անել միայն հաղթանակի պարագայում, որովհետև դու պիտի լինես իշխանություն, դու պիտի ձևավորես հանձնաժողովներ, այսինքն այլ պարագայում հնարավոր չի լինելու ան։ Բայց կա սցենարները իհարկե փոխվում են։ Բայց նաև չօգտագործել այդ ամբիոնը, որպեսզի կարողանալ ավելի լայն մասաներին տեղ հասցնելու, ինչ ոչ նաև հնարավորության դեպքում կամ իսկ Նիկոլ Փաշինյանը գնալու է շատ ախմախ ու հակապետական, հակահայկական գործողությունների այդ X կոչվող պահին, ինչու ոչ նաև ժողովրդին առաջնորդելու հարցում, ինչու ոչ բոլոր տարբերակները պիտի օգտագործվեն։ Սա, գիտեք, այդ նեղացա ինձ ձայն չտվեցին, ես թողում եմ գնամ, այս տարբերակը այլևս չի աշխատում։ Կամ մենք գնում ենք միջև վերջ, իսկ մենք գնում ենք պետությունը փոխելու, պետությունը կայացնելու, կամ ասում եմ, ով թույլ է, ով վստահ չի իր վրա, ուղղակի մի մտեք խաղի մեջ, Ժորժ ջան, սա բան չի, էլի, ձայները փոշիացնելու ճանապարհով չի կարելի գնալ։ Եթե որոշել եք, որ գնալու եք միջև վերջ ու պետության կայացման հարցում ձեր ամբիցիաները մի կողմ եք դնելու ու գնում եք պետություն փաստորեն ստեղծելու էլի, որտեղ fail state-ի նման ինչ որ մի հատ վիճակում ենք գտնում, մեր կարծիքը ոչ մեկ չի հարցնում։ Այն օրը զրուցում ենք, մի քիչ այս մեր տխուր առօրյայի մասին էլ խոսենք, զրուցում ենք, ասում է, տես ինչ հանգիստ են, տենց միամիտ մի հատ մարդեր ասում են, ինչ հանգիստ են, ասում է, պերաշկի են ուտում, նստած կողքը պատերազմը, ասում գիտես ինչ են հանգիստ, ոչ թե որովհետև մեր պետության ոչ մի վտանգ չի սպառնում, այլ որովհետև հասկանում են, որ իրանցից ոչ մի բան կախված չի։ Այդ որոշում կայացնողներից ոչինչ կախված չի։ Իրանց կարծիքը ոչ մեկ չի հարցնելու։ Իրենք ոչ մի կարողություն չունեն փոխել։ Հետևաբար, տենց հանգիստ իրանց համար հաց են։ Թե որովհետև Հայաստանի ցանկացած իշխանության կարծիքը այս պահին հետաքրքիր։ Չեմ կարծում, որովհետև մենք իսկապես բացառիկ երկար ժամանակ մեզ ասում են, մեր գտնվելու վայրը ոչ մեկին հետաքրքիր չի, մենք ոչ մեկին հետաքրքիր չենք, հետո պարզեց, որ չէ։ Այդ բոլոր վերլուծաբաններին ուղղակի ժամանակ չունեմ, էլի, այ գտնեմ իրանց մի քանի տարվա առաջվա այդ բաները, տենց լուրջ դեմքով, տենց սալիդնի սարոջկին գալստուկը կապած որ ասում են, մենք ոչ մեկին պետք չենք։ Այ հիմա կանչես, ասես ինքեր ջան, բա հիմա ասում եք մեծ գերտերությունների բախման, կիզակետ դարձնել Հայաստանը։ Հիմա պաթոսային մյուս տեքստեր են ասում։ Բա դու չկարողանաս կանխատեսել, հաշվարկել ու այդ պայմաններում գնալ առևտրի, ո՞նց է գնում Իսրայելը առևտրի։ Նորից պիտի Իսրայելը։ Ես հասկանում եմ, որ շատերի մոտ հատկապես Արցախյան պատերազմից հետո Իսրայելի նկատմամբ տենց մի տեսակ բացասական էլեմենտներ կան, բայց Ժորժ ջան, չգնահատել մարդկանց մտածողությունն ու համակարգված աշխատանքը չի կարելի եւ դրանից օրինակ չվերցնել, դա չընդօրինակել մեր ներսում նմանատիպ բան կամ ավելի լավը սարքելու ջանքեր չգործադրել, դա հիմարություն է։
Հիմա ես կարծում եմ, որ մենք այդ կարողությունը եւ ունենք, հատկապես նորից Սփյուռքը ստեղ բացառիկ դերակատարություն ունի, բացառիկ։ Մենք ունենք սպეციալիստ մասնագետներ տարբեր ոլորտներում, որոնք անգնահատելի են ուղղակի։ Ու մենք ունենք նաեւ ֆինանսներ դրսում, մենք ունենք կապեր, մենք ամեն ինչ ունենք։ Մնում է մենակ մենք մեզ համար որոշում կայացնենք, մենք ինչ պետություն ենք ուզում անել։ Արդյոք այս ընտրությունները հնարավորություն կտան ամբողջությամբ իրականացնել մեր պրոյեկտները, այս պահին տենց վստահ չեմ կարող ասեմ, ես այն ուշերից չեմ էլ, որ ասում են այո, գալու ենք եւ բոլորին, չգիտեմ, պատերին ծեփենք, փռենք ասֆալտին, բայց ջանքեր գործադրել առավելագույնը ստանալու համար, այո, իհարկե։ Այ հետաքրքիր փոփոխություն է այն է վերջին տարիներին, որ եթե 21-ի ընտրություններից առաջ խոսվում էր, որ եւ գլխավոր թեզը այն էր, որ մենք կանք իշխանությանը հեռացնենք ու ամեն ինչ լավ է լինելու, հիմա դա մի կողմ է դրվել։ Այլևս իշխանությանը հեռացնելու թեման ակտուալ չի, այսինքն ակտուալ է, թե դրանից հետո ինչ պիտի անենք, ու դա այն պահանջներ, որը հանրությունը այս տարիների ընթացքում կարծում եմ բավականին եփեց, կարծում եք լավ սցենարներ կան դաշտում, ձեզ մի կողմ դրած ծրագրերը ինչպիսին են եւ արդյոք համապատասխանում են հանրության պահանջներին, պետության պահանջներին։ Տեսեք, ես նայել եմ մի քանի պրոյեկտներ, մեծ պրոյեկտները, ինչ կա այնտեղ, հա, օրինակ կա անունները չնշեմ, ոչ մեկ թող չնեղանա, կա ուժ, որը ամբողջությամբ սոցիալական բանի վրա է դրել, հա։ Ես հարց եմ տալի, Ժորժ ջան, լավ, բախտներս բերեց, եկաք այդ 5 տարի ներդրումներ բերեցիք, բիզնես հիմնեցիք, 5 տարի հետո այս նույն կառավարման մոդելի համակարգի պայմաններում գալիս է մի հատ ախմախ, մի հատ դավաճան, մի հատ դիկտատոր, ու այդ ամեն ինչը ոնց որ ձեր ձեռից են վերցրել, տենց էլ մնացած ներդրողների ձեռից են վերցնելու։ Երաշխիքը որն է, որ այդպիսի բան այլևս չի կրկնվի։ Կա ուժ, որը ասում է, որ ինչ որ փոփոխություններ արտադրության համակարգում, Ժորժ ջան, եթե համակարգը, մոդելը կառավարման չի փոխվում, ու եթե բոլորը գտնվում են օրվա իշխանության, այսպես կառավարման ներքո, արտադրության համակարգը ամբողջությամբ, մենակ դատաների մասին չի խոսքը, գտնվում է օրվա իշխանությունների կմաճուկի ներքո, շատ ճիշտ է, այդ նշանակում է, որ այդ դատարանները նորից մի անգամ բախտներից կբերեն, պայրադիշտ մարդ կգա, բա հետո այդ հետոն դրա համար ես ամեն անգամ իդեպ շատ շնորհակալություն են քիչ թվով մարդկանց, ովքեր խոսում էին բանի Քայլարա Մերժի Նիկոլին, բա հետո, որովհետև Քայլարա մի անգամ Մերժի Սերժին մենք անցել ենք այդ պրոյեկտը, բա դրանից հետո եղավ էս։ Հիմա եթե չեք ասում կոնկրետ գործողություն, որը իսկապես կբերի փոփոխության, կայուն փոփոխության, կառավարելի փոփոխության, հա, կանխատեսելի փոփոխության, մնացած ամեն ինչը Յա կլինի, յա չի լինի, էլի։ Կամ էլ 5 տարի, ձեր կառավարումից 5 տարի հետո կարող է եւ չլինի։ Հետևաբար մենք պիտի ինչ որ մոդել վերցնենք, ինչ որ մատրիցա պիտի վերցնենք, որի վրա պիտի մնացած ամեն ինչը կառուցվի։ Մատրիցա, որի պարագայում արդարադատության ամբողջ համակարգը պիտի լինի զսպող ուժ, անմեղսունակ իշխանությունների պարագայում, որովհետեւ նորից մի անգամ բախտներս կբերի, երկրորդ անգամ ուղղակի կարող է ողբերգության, հերթական ողբերգության կանք հասնել։ Բոլորն ասում են, մինչև իշխանության գալը նույն հայտարարություններն են, գալիս են իշխանության, մոռանում են, որ իրենք նման բաներ են հայտարարել։ Ինչու՞։ Որովհետև նախ օրինակ եղածներից ոչ մեկ այս չափի խորքային փոփոխություն չի առաջարկում։ Մենք ասում ենք, մենք գալիս ենք իշխանության տարի ու կես, մաքսիմում 2 տարի զուտ տեխնիկապես հասցնելու համար այդ ռեֆերենդում անցկացնելու, հա, հանրաքվեն սահմանադրական փոփոխություն անցկացնելու համար, հետո գնում ենք։ Ու մենք փաստորեն մենք մեր կառավարման ժամանակաշրջանում մենք մեր իշխանությունը կրճատում ենք, մեր վարչապետի իշխանությունը դարձնում ենք համարյա տենց զուտ մենեջերը, լավ, մեծ հնարավորություններ ունեցող մենեջերի գործառույթներ ենք թողում, մնացածը դուրս է գալի իր տակից։ Հիմա մնացած ոչ մեկ տենց բան չի ասում, ավելին ասեմ, մենք հանդիպել ենք շատ մեծ թվով մարդկանց հետ, ու իրանց մեծ մասը ասում է, դե բա տենց չի լինի, ասում է, բա այդքան պայքարենք վերջին հա, որտեղ բոլորի երազանքը գալ դառնալ այ տենց բան էլի, շախին շախ։ Ու դա շատ վտանգավոր process է։ Ես հասկանում եմ, մարդկայնորեն պատրաստ եմ հասկանալ, երբ որ դու ունես լծակներ ու դու ազնիվ ես քո մղումների մեջ, դու կարող ես նորից բախտդ բերի, մեր ժողովրդի բախտը բերի, չչարաշահվի, բայց թողել այդ լծակները անփոփոխ,
Այն պայմաններում, երբ որ կարա դեգեներատներ կան իշխանության, դա կործանարար Այ այդ ուժերը, որոնք ասում են, որ գանք ու թողնենք գնանք, այդ նույն տրամաբանությամբ այն հատվածը չի մտածում ժողովրդի, որ մենք այսքան ջանք դրեցինք, այս իշխանությանը բերեցինք փողոցով, հիմա ուզում են հեռացնել։ Ես կարծում եմ նույն տրամաբանությունն է աշխատում մեր հանրության մոտ, այն մասը, ով ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը մնա, որովհետև ինքը ուզում է սեփական ընտրությունը արդարացնի ամեն դեպքում։ Սա այնքան բան է, ընդդիմության մի հատված կար, որը շատ վատ բան արեց, շատ ես իրանց հետ քաղաքական տեսանկյունից համախոհ չեմ եղել երբեք, բայց նաև մարդկայնորեն հիմա իրանցից շատ նեղված եմ ու ուղղակի չենք հանդիպում, որը իրանց ասեմ։ Հիմա եթերից փորձենք ասենք, կլսեն կարծում եմ։ Ես էլ եմ կարծում, որ կլսեն։ Տեսեք, երբ որ 18 թվականի մասնակցած մարդկանց վրա են բարդում պատերազմի մեղքը, զոհերի մեղքը, պատասխանատվությունը, այո, շատ մարդիկ վախենում են ընդունել իրենց մեղքի բաժինը, որտեվ ավելացնում են իրենց մեղքի բաժինը։ Մարդիկ անկեղծ դուրս են եկել փողոց, որպեսզի լինեին փոփոխություններ։ Մնացածի համար այս մարդիկ պատասխանատվություն, այո, իհարկե դու քո ընտրության արդյունքում նաև պատասխանատվության բեռը պիտի կրես, բայց բարդել մարդկանց վրա, որ դու 18 թվականին դժգոհ եք դուրս եկաք փողոց ու զոհերը մահերը դա ձեր մեղքն է, դա ազնիվ չի։ Ու շատ մարդիկ հիմա ուղղակի չեն ուզում իրենց մեղքը ընդունել։ Մեղքը ընդունելը ամոթ չի ժողովուրդ։ Նոր մեղքի տակ էլ չեն ուզում ընկնել, նոր պատասխանատվության տակ չեն ուզում։ Նաև չմասնակցելու պատճառը երիտասարդության, այդ թվում նաև չմասնակցելու պատճառը, հետաքրքիր չլինել, նաև դրա մեջ է, որ մարդկանց համոզում են հետևողականները, որ սա դուք եք մեղավոր։ Այ մենք ճիշտ է, դիկտատորական ավտորիտար ինչ-որ բաներ ունենք, կոռուպցիան շատ մեծ էր, բայց մենք գոնե այսքան բան չէինք անում, այսքան զոհեր, այ դուք եկաք, դուք փողոց դուրս եկաք, դա է պատճառը։ Հետո էլ զարմանում են մյուս կողմից այդ նույն ուժերը, զարմանում են, ասում է Արցախը տվեց, եկեղեցի վրա հարձակվեց, այս ժողովուրդը փողոց ինչի չի դուրս գալ։ Դրա համար դուրս չի գալի ժողովուրդ, որովհետև դուք կես ժամ առաջ իրանց մեղադրում եք, որ իրանք փողոց են դուրս եկել ու երաբլուր իրանց մեղքն է։ Ժողովուրդ 18 թվականին մենք շատ ճիշտ բան ենք արել։ Մենք դժգոհ ենք իշխանություններից, ես էլ եմ փողոցում եղել։ Մենք դժգոհ ենք իշխանություններից, մենք դուրս ենք եկել փողոց։ Մեր սխալը մենակ մի բանի մեջ էր, որ մենք վստահեցինք իշխանություններին եւ չիրականացրեցինք վերահսկողություն։ Որևէ իշխանության չի կարելի տալ այդքան մեծ լծակներ ու հետևողականորեն չլինել։ Շատ քիչ մարդիկ էին, ովքեր համարձակվում էին խոսել, որ իրանց չարածների մասին, խոստումներ տված ու չարածների հետ մասին։ Նաև 18 թվականի մասով շատ էր խոսվում, որ սա որոշում էր եւ ժողովրդի մի մասը դուրս էլ չկար, մեկը այս process-ը տեղի էր ունենալու։ Սա համակարգված էր, հստակեցված։ Նաև տպավորություն կա, որ մարդկանց նաև ուզում են այն գաղափարը մտցնել մարդկանց մեջ, որ դուք չեք դա արել, դա ձեր փոփոխությունը չի, դա ուզել են եւ արել են։ Դուք ձեզանից ոչ մի բան չեք ներկայացնում։ Լկտի սուտ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը կարող է որոշել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր որոշումով։ Կապ չունի այ կգան վենսերը։ Ես ինքս արևմտամետ եմ եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեծ ջատագովն եմ, բայց վենսը չլինի, վենսի օղորմածիկ տատը գաձերը բռնած, Հայաստանի Հանրապետության վարչապետի ով լինելը կարա որոշի մենակ մի հոգի, ու դա Հայաստանի Հանրապետ մի ասեք հարմար բառ ջղայնացած յուրաքանչյուրի ձայնն է որոշելու։ Մեզանից յուրաքանչյուրը Ֆիդանը չի որոշելու, Թուրքիայի արտգործնախարարը չի որոշելու Հայաստանում ով է լինելու վարչապետ։ Եվ դա հատկապես շատ լավ Պուտինը չի որոշելու, այո, դա հատկապես հասկանում է իշխանությունը, դրա համար տենց խրտնած փորձում է նաև ինքը այդ թեզերը տարածել, թե ժողովուրդը չի եղել որոշիչը, այդ նաև այդ կեղծ լուրերը։ Տեսեք, այն որ երբ որ ժողովուրդը դուրս է գալի փողոց, անպայման ինչ որ մեկը փորձում է սանձի, ինչ որ մեկը փորձում է օգտագործի այդ էներգիան, դա անխուսափելի է, ամբողջ աշխարհում այդպես է։ Բայց որ ժողովրդի կամքը կար, մենք մեր կամավոր ենք դուրս եկել փողոց եւ մենք դժգոհ ենք իշխանություններից, դա էլ է փաստ։ Ես չեմ կարծում, որ, չգիտեմ, Շիրակի մարզի, չգիտեմ, տենց գյուղ կա, կներեք, Ժորժ ասում, Ողջաբերդ գյուղում հավաքված մարդիկ Ախուրյանում ապրող մարդիկ դուրս էին եկել փողոց, որովհետև իրանց այնտեղ ինչ որ մեկը փող էր տվել, Սորոսը փող էր տվել, որ իրանք դուրս գան, բայց չէ, մարդիկ դժգոհ են, մարդիկ երկար ժամանակ դժգոհ են։ Բայց այդտեղ մի հատ շատ կարևոր բան էլ կա։ Այն դժգոհությունը, որը մենք ունեինք 18 թվականին,
համեմատելու եզրեր չունի այն դժգոհության հետ, որը մենք ունենք այսօր, որովհետև երբեք հայի արժանապատվությունը, ազգային արժանապատվությունը այդքան նվաստացած չի եղել, ինչքան այսօր։ Երբեք հայը Հայաստանի ներսում այդքան հարվածի տակ չի եղել սեփական իշխանությունների կողմից, ոնց որ այսօր։ Երբեք մեր ազգային արժեքները այսքան ոտնահարված չեն եղել եւ երբեք այսքան ցավ մենք չենք ապրել, ինչքան ապրում ենք այսօր։ Բայց ակնհայտ է, չէ՞ դրան զուգահեռ, որ փողոցային պայքարը այլևս ակտուալ չի։ Ակտուալ է, գիտեք, ինչու, այո, իհարկե, հասարակությունը դուրս կգա փողոց եւ հասարակությունը ապացուցեց, որ ինքը պատրաստ է դուրս գալ դպրոց մայիսի 9-ին Բագրատ Սրբազանի շարժման process-ի ժամանակ ես ամեն անգամ այդ նույն բառերը կրկնում եմ, փողոցում իրար կողքի կանգնած են մարդիկ, ովքեր տասնամյակներով իրար բարև չեն տվել, որովհետև զզվում էին իրարից, բայց գնացել կանգնել են փողոցում, որովհետև հասկանում էին, որ այս կործանարար process-ը պետք է կանգնացնել։ Այնքան ժամանակ, միջև այն որ ասում եմ, երբ որ հավաքվում է հասարակությունը, մարդիկ հավաքվում են, անպայման այդ օգտագործողները մեյդան են ընկնում, հենց մեյդանում հայտնվեցին նախկին այսպես կոչված իշխանությունները եւ իրանց պրոքսիները, հասարակությունը ասեց, ձեզ ջերմ բարևներ, մենք գնացինք տուն, մենք չէինք եկել, որ դուք վերադառնաք։ Այսինքն հասարակությունը հաստատապես մերժել է նախկիններին, հաստատապես мержել է ներկաներին, հասարակությունը սպասում է առաջարկ։ Այ հիմա կկարողանան քաղաքական ուժերը առաջարկ անել, այն որ ասում եմ, я тебе сделаю предложение, от которого ты не сможешь отказаться։ Ես քեզ կանեմ, սիրելի ժողովուրդ, մենք ձեզ կանենք առաջարկ, որից դուք չեք կարողանա հրաժարվել, որից իմաստ չի լինի հրաժարվել։ Այ մենք փորձում ենք այդ ճանապարհով գնալ։ Եվ նորից շատ կարևոր են եւ գաղափարները։ Իսկ ունեք, եթե ընտրությունները չգնան այնպես, ինչպես որ պլանավորված, այսինքն խախտումներ լինեն, չգիտեմ, դրակաշարքներ եւ այլն, տարբեր սցենարներ կան։ Փողոց դուրս գալու եք։ Այո, մենք պատրաստ ենք փողոց դուրս գալ, բնականաբար, որովհետեւ մեր ստացած ձայները մենք պատասխանատվություն ենք կրում այդ մարդկանց առաջ։ Դա պիտի լինի շատ ճիշտ հաշվարկված, շատ ճիշտ ողջամիտ սահմանադրության Նիկոլ Փաշինյանն ասում է, ԱԱՑ-ից ասում է պահի, սահմանադրության շրջանակներում, մեր միջազգային իրավունքներով, նորմերով կարգավորվող իրավունքների շրջանակներում, այո, հասարակությունը իրավունք ունի դուրս գալ փողոց եւ Նիկոլ Փաշինյանը դա ամենից լավը պիտի իմանա։ Փորձելու են իրենք անել գործողություններ դա կանխելու համար իհարկե անելու են։ Կկանգնեցնի մեզ դա իհարկե ոչ, որովհետեւ ու այստեղ շատ կարեւոր է ընդդիմության կոնսոլիդացիան, շատ կարեւոր է գոնե հետ ընտրական process-ներում կոնսոլիդացիան եւ այդ adekvatության պահելը շատ կարեւոր է։ Բագրատ Սրբազանի գործողությունների այսպես ասած տապալումը պիտի բոլորի համար օրինակ լինի, հենց որ երևացին նախկին ներականջները, իրանք ուղակի ժողովուրդը ասել է շնորհակալություն, մենք գնացինք տուն։ Ցտեսություն։ Շնորհակալ եմ զրույցի համար, Թարմ ուղեղով զրույցն էի լսում Գործարալիքի եթերում, իսկ իմ զրուցակիցը Նժար սահմանադրական շարժման վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն էր, ձեզ համար էլ Մոնիկա Մամյանը աշխատեց, վաղը կհանդիպենք, լավ եղեք։